Ունային, որ ուզում են իրենց տղաները եւս 1.5 տարի ծառայեն, քանի որ իրենց տարեկիցները 1.5 տարին են, բայց քանի որ հունվարից շուտ են գնացել բանակ, 2 տարի է տեղեկացնել եւ հիշեցնել, ես եկեք ավելարը չմեկնաբանեմ, միայն փորձեմ հիշեցնել, որ այդ օրենքի նախագծի քննարկման ժամանակ եւս այդ հարցը հարցադրումների ձևով եւ պատասխանների ձևով հնչել է եւ Դուք հանդիպել եք ծնողների հետ Անձամբ ես չեմ հանդիպել, անձամբ ես չեմ հանդիպել եւ դրա մասին պարզաբանում տրվել է արդեն եւ խնդրում եմ որ ծնողները եւս Փոփոխություն չի լինելու այսինքն պարոն Սարգսյան արդեն իսկ օրենքը ընդունված է եւ այդ ներողություն շաբաթը մեկ լողանում պարոն Սարգսյան ձեր թիմակից Հայկ Սարգսյանն է ասում որ շաբաթ հենց նոր րոպեն առաջ Զորակոչի թիվ ես ինչքանով լսեցի ինքը Սարգսյանն պատասխան մնաց իմ հարցը ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում ինչպես քպական Հայկ Սարգսյանն է ասում Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում Ես չգիտեմ պարոն Սարգսյանը ես տեսեք ես պաշտպանության նախարարությունում համակարգման ոլորտներ կան ես տեղյակ չեմ որ զինվորը Բայց դուք բացառում եք որ նման խնդիր կա Հարգարժան պարոն Կիրակոսյան ես հիմա Նարեկ ջան տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը ես կարծում եմ որ չլողացած զինվոր մենք չունենք եթե մեր զինվորներին դուք տեսնեք ասում եք ոլորտը ես չեմ համակարգում դրանք Զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, բայց որևէ խնդիր այդ հարցով մինչև հիմա չի եղել, եթե կա Շնորհակալություն եմ Նվազման մասին խոսելը կամ այլ բանի մասին խոսելը ես կարծեմ թվեր չհնչեցվեց, հնչեցվեց տոկոսային թվեր Ես կարծում եմ, որ որ թվի Որ թվի Արդյոք Հայաստանը քննարկում է հապկից վերջնականապես դուրս գալու քայլը Կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ Որպես նախկին ոստիկանապետ ձեզ համար ընդունելի էր 18-ամյա երիտասարդին դեպքին տապալելով ցուցելով որ նրան վերացրեցին Ձեզ համար ընդունելի էր Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց մի բան կարող եմ ասել, իրականում չեմ տեսել, չէ, բայց մի բան ասեմ, որ ես չգիտեմ ինչքանով է իրավաչափ գործողությունները, բայց ոստիկանության ծառայողները տեղյակ չեմ, ես մի բան գիտեմ, որ ոստիկանությունը նաև ֆիզիկական ուժ գործադրելու օրենքով իրավունք ունի Վարդենիսի զորամասում դերեր, բայց հələ չեմ տվել հարցը, Ես զինվորակ Նարեկ ջան, ես հասկանում եմ չեք տվել, ես այս հարցի մասին եմ ասում, մանրամասներին տեղյակ Վարդենիսի զորամասում մի քանի Ասում, եթե մի բանից տեղյակ չեմ, ես չեմ կարող հարցնել Բնն է իր ոլորտը, ոչ թե ոստիկանությունը Վարդենիսի զորամասում մի քանի աղմկահարույց դեպքեր եղան, մահվան դեպքեր եղան մի քանի հատ նույն զորամասում Սա ինչով է պայմանավորված, ինչու պատշաճ ուշադրություն, հետևողականություն չի ցուցաբերվում պարոն Սարգսյան Նարեկ ջան, պատշաճ հետևողականություն ցուցաբերվում է եւ նաեւ մեր վիճակագրությունն է խոսում դրա մասին Նախ սպանություններ ասելը ուռճացված է, որովհետեւ 25 թվականին անգամ սպանություն չի եղել, եւ ներ սպանություններ, թե Դրա համար եմ ասում, որակումները այլ են, որովհետև մահվան դեպքը նաև զոհեր է ներկայացվում, բայց պարզում է, որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Վարժական հավաքներից մեկի ժամանակ վերջերս մեկ զոհ եւ մեկ կիրառիչ կարողանում ոնց հաստատվում։ Ես ուզում եմ տեղյակ պահել, որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա հանգամանքները բարձր ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն եւ հետեւաբար այդ ծառայողական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են հասու բայց թիվը չի նվազում մահերի Ձեզով է ասում չի նվազում Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաեւ հարցում կատարեք մենք ձեզ
թվային տվյալներ տանք, որ տեսնեք դուք ինքներդ, որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք, ես միգուցե 1-2-ով այսպես շեղում լինի, բայց կարծում եմ ճշգրիտ է, որից ընդամենը 6-ն էր ծառայության բերումով, մյուսները մեր զինծառայողները իրենց բնակարաններում, իրենց չգիտեմ, կյանքի բոլոր հանգամանքներում ասած դեպքով մի դեպքով հրամանատարն է կարծեմ կալանավը, մյուսով ծառայակիցը, այսինքն ներանձնային այդ խնդիրների հարցը չի լուծվում։ Եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին ենք։ Եվ պետք է տեսնել նաև դրականը, որովհետև եթե մենք ունենք դեպքերի նվազում, դա խոսում է կատարված աշխատանքների, որ եթե արկա է նույնիսկ մեկ դեպք, ապա այդ մեկ դեպքը նույնպես մտահոգիչ է։ Պարոն Սարգսյան, դուք երկու եք, որ գրաված տարածքներում ադրբեջանցիները հաստատվում են, ենթակառուցվածքներ են կառուցվում։ Իհարկե, խնդրում եմ այդ առումով եւս հետևեք պաշտպանության նախարարության, կլսեք ինձ։ Իմ հարցը ախր չեք լսում։ Ձեր հարցը ես լսել եմ քաղաքական ուժերի կողմից, հետո նաև լսել եմ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պրոֆեսիոնալ պարզաբանումը։ Խնդրում եմ դա հիմք ընդունեք։ Այդ վիդեոներն են հրապարակվում։ Քարտեզ բոլորս էլ ունենք, իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ, բոլորը քարտեզ կարող են գնալ եւ հրապարակել։ Սա համ քարտեզները բան Սարգսյան,